Մեկ ամիս է մնացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրենց եկամուտների մասին պետությանը ներկայացվելիք տարեկան հաշվետվությանը։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալները սակայն հուշում են, որ գործընթացը նկատելիորեն դանդաղում է, որ այն քաղաքացիների գերակշիռ մասի կողմից միանշանակ չի ընդունվել։ Դեռ 115,428 անձ է հայտարարագիր լրացրել, որն այս տարվա հարկատուների 16,5%-ն է։ Սա նշանակում է, որ շուրջ կես միլիոն մարդ դեռ սպասում է կամ պարզապես չի հասցնում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը։ Տնտեսագետները ահազանգում են, անգամ վերջնաժամկետի տեղափոխումը մայիսից նոյեմբեր խնդիրը չի լուծել։ Նույնականացման ID քարտի ու էլեկտրոնային ստորագրության բացակայությունը շատերի համար խոչընդոտ է։ Դրանք ձեռք բերելը տևական, հաճախ մի քանի ամսվա գործընթաց է, ասում են մասնագետները։ ID քարտ ստանալու համար մինչև տարեվերջ գրեթե անհնար է հերթագրում անցնել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ազգային ժողովում անդրադառնալով խնդրին նշել էր, որ թերացողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, սակայն թերի կամ սխալ տվյալներով ներկայացված հայտարարագրերը կարող են շտկվել։ Քաղաքացին հնարավորություն կունենա կրկին լրացնելու այն, այլ կերպ Պետեկամուտների կոմիտեն տալիս է երկրորդ հնարավորություն։ Երրորդի դեպքում նախազգուշացում, իսկ չորրորդի դեպքում կկիրառի տուգանք 5000 դրամի չափով։ Բարձր եկամուտ ունեցողների համար տուգանքի չափը կհասնի մինչև 50,000 դրամի։ Առաջին պատասխանատվության միջոցը ընդամենը նախազգուշացումն է։ Մոտավորապես 700,000-ից ավելի մարդու պետք է պետական եկամուտների կոմիտեն ծանոթագիր ուղարկի, ծանոթագրում նախազգուշացում հայտարարելով։ Դա գիտեք լավագույն տարբերակը, որ ամբողջ պետեկամուտների կոմիտեն, ֆինանսների նախարարություն իրենց գործընկերները սկսեն օգնել աշխատակազմին, 2 ամիսը նույնիսկ բավարար չի, որպեսզի ամբողջ չներկայացած հայտարարագիր չներկայացած քաղաքացիներին ծանոթումներ ուղարկել։ Մենք նախնական լավատեսական սցենարով պետական մարմինների աշխատանքից ելնելով մինչև դեկտեմբերի վերջ ենք դրա ժամկետը նախանշում։ Այսպիսով հստակ է, պետական մարմինները խիստ են տրամադրված, բաց թողումները չեն անտեսվելու։ Հայտարարագրման ժամկետը մոտենում է ավարտին, իսկ շտկման հետ կապված խնդիրները դեռ շատ են։ Էլեկտրոնային միջոցների հասանելիության պակասը, տեխնիկական դժվարությունները եւ թերի իրազեկվածությունը կարող են միանշանակ բացասական ազդեցություն ունենալ հարկային կարգապահության վրա։ Մնում է հարցը՝ կհասցնեն կես միլիոնից ավելի քաղաքացիներ մինչև վերջնաժամկետ կատարել օրենքով սահմանված պարտականությունը, թե պետությունը ստիպված կլինի անցնել վարչական տուգանքների կիրառման փուլին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։